Ոտքի դնում ենք մի փոքր իրարից, եթե տարածությունն պետք է հեռու, ապրենք։ Ձեռքի դրեցինք ազդրերին, ներշնչով, նստամկաներ ուղարկում ենք հետ, կրծոսկրով ձգվում ենք առաջ ու վեր, արտաշունչ, հետ, կորացնում ենք ողնաշարը, մեկ անգամ ևս շունչ։ Ակտիվ ու լիարժեք կյանքի հնարավորություններ առանց տարիքային սահմանափակումների։ Այս գիտակցությունն արդեն երկրորդ տարին է, ինչ ձևավորվում է առողջապահության նախարարության ծրագրի շնորհիվ։ Ավագ սերնդի ֆիզիկական ակտիվության եւ հիշողության զարգացման անվճար ակումբների պահանջարկը գնալով մեծանում է։ Մի փոքր փոփոխություններ ունենք ծրագրում, որ ավելի ենք բարդացրել ֆիզիկական ակտիվության այդ կոմպոնենտը, ավելացնելով տարբեր պարագաներ, օրինակ մատրասներ, ցողեր, բլոկեր, որը թույլ է տալիս մեր մասնակիցների ֆիզիկական պատրաստվածության վիճակը ավելի բարելավել։ Ակումբի անդամ կարող են դառնալ 50 եւ ավելի տարիքի մարդիկ։ Տիկին Էլյան արդեն 79 տարեկան է։ Ակումբի ամենաավագ անդամներից մեկն է, ով հաճախում է առաջին իսկ օրվանից։ 2023 թիվներ, տարբեր տեղեր փակցված էին թռուցիկներ, որոնց վրա ասվում էր, որ բացվում է առողջապահության նախարարության միջոցով յոգայի խմբակներ։ Շատ բան փոխվեց, առաջերտին որ շփումները մարդկանց հետ, հագուստով եմ զգում, որ մի քիչ նիհարել եմ։ Ծրագրի բոլոր մասնակիցները նշում են, արդյունքը շոշափելի է։ Արդեն մի տարի չափա մասնակցում ենք ու շատ գոհ եմ իմ արդյունքներից, շատ խնդիրներ ունեի, չէի կարողանում քայլել, հիմնականում մեջքիս խնդիրներ գոտկատեղային, հիմա լավ է, գոհ եմ։ 65 տարեկան եմ, հոկտեմբերից եմ մասնակցում, բայց մասնակցելուց ուղիղ 2-3 շաբաթ հետո իմ վերին հատվածի ողնաշարի օստեոխոնդրոզը անցել է։ Ես օգուտը տեսա 2-3 ամիս հետո։ Երրորդ ամիսը ես կրացուցում եմ լրիվ տեսնում եք ինքներդ, իսկ առաջ ես այսպես էի քայլում, կրացած էի քայլում։ Ես ունեի խնդիրներ շնչառության հետ, քայլելու հետ, փառք Աստծո, իմ ամեն ինչ շատ լավ է։ Եվ ազատ շնչում եմ, գիշերները նույնիսկ մտածում էի կշնչեմ, թե չէ։ Ու տենց։ Հիմա ձեզ մոտավորապես քանի տարով երիտասարդացած եք զգում։ Մի 10 տարով տորնիկներս հետ ուզեն ասում։ Տատիկ դու։ Շնորհակալություն ովքեր որ կազմակերպել են եւ առաջարկում են բոլորին մասնակցել այսպիսի վայրերում, այնտեղ շատ բաներ ես գտնում։ Առաջին հերթին ինքդ քո մեջ շատ բան փոխվում է եւ այո ես զգացել եմ տարբերությունը։ Խորհուրդ կտամ բոլոր տարեցներին հաճախել յոգայի խմբակները, դա առողջության համար է շատ կարևոր, բացի այդ մարդկային շփումները նույնպես մեր տարիքի կանանց համար շատ կարևոր են, ոչ միայն կանանց, նաև տղամարդկանց, ուղղակի տղամարդիկ пассив են, չգիտեմ ինչու։ Այսօր դահլիճում նստում են մոտավորապես 45 մինչև 52 հոգի գալիս են եւ բավականին մեծ դինամիկա ունենք թե առողջության եւ թե իրենց հոգեբանական վիճակի։ Իրենց համար սա դարձել է այն միջոցառումը, որ իրենք օրերն են հաշվում, ժամերն են հաշվում, թե երբ են գալու։ Ավագ սերնդի ֆիզիկական ակտիվության եւ հիշողության զարգացման ակումբների թիվն այս տարի ավելացել է։ Միայն Երևանում դրանք գործում են 12 դպրոցներում։ Սյունիքի, Լոռու եւ Արարատի մարզերի բնակիչների համար էլ մեկնարկել է փորձարարական փուլը։ Բացի այս ակումբները ունենք նաեւ 4 հիշողության զարգացման ակումբներ, որտեղ ամենատարբեր թեմաներով զրույցներ են վարվում մասնակիցների հետ, թե առողջ ապրելակերպի, թե ուղեղի գործառույթների խթանման, հիշողության զարգացման, վարժություններ, մարզանքներ, այո, այդ զրույցները առողջ ապրելակերպի ավելի հիմնովին վարում ենք հիշողության զարգացման ակումբներում։ Վերափոխված ու հագեցած առօրյան ակումբի շատ մասնակիցների համար երկրորդ շնչառություն է դարձել։ Որևէ մեկն այլևս չի պատկերացնում իր կյանքն առանց համայնքի, որը ստեղծվել է առողջությունը վերականգնելու եւ պահպանելու գաղափարի շուրջ։